Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես շատ եմ խնդրում, որպեսզի այս տեսանյութը նայեն մեր բոլոր ուսուցիչները, հատկապես նայեն մեր զինվորականները, նայեն մեր գիտական ոլորտի աշխատող հայրենակիցները, նայեն մեր բժիշկները, ովքեր մարդկային կյանքեր են փրկում։ Ես այս կարևոր ոլորտի մարդկանց ուղղակի խնդրում եմ մի փոքր մի րոպե ժամանակ գտեք, այս տեսանյութը շատ եմ խնդրում, որպեսզի դուք նայեք, որի հետ կապված որոշումը դուք ինքներդ կկայացնեք։ Մի հատ հասկանանք ինչքանով է արտարացի այս որոշումը։ Խնդրում եմ մի րոպե նայեք։ Նախ գիտեք, երբ որ ես 1 դրամով որպես վարչապետ աշխատեմ, երբ որ դուք հարցազրույցի ժամանակ հարցնեք այս կոստյումը ձեզ որտե՞ց է, ես ինչ եմ պատասխանելու։ Ասեք, ձեզ աջակցել են մասնավոր միջոցները։ Դա կոռուպցիա է։ Դա հենց կոռուպցիա է, բա կոռուպցիան ինչի մասին։ Կամ ընդհանրապես որ ասեք, բա ո՞նց եք սնվում եք դուք, ո՞նց եք ապրում։ Եվ այլն եւ այդպես շարունակ, բայց ինչ եմ պատասխանելու այդ հարցին։ Պարգևավճարների մասով ես երկար տարիներ ընդհանրապես պարգևավճար չեմ ստացել, բայց խոսքը ուրիշ բանի մասին է, ինստիտուտի եւ համակարգ ստեղծելու եւ կայացնելու մասին է։ Ուրիշ խնդիր կա։ Աղքատության հետ կապված խնդիրները լուծում ինչ է դա կապված։ Կապված է կառավարության եւ իշխանության մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, արդյունավետ աշխատանքի հետ։ Մենք դնում ենք խնդիր, որ պետական պաշտոնյան պետքա գեր կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ընդ որում, հազար ներողություն եմ խնդրում, այդ գեր կենտրոնացվածությունից իրենց պետք է չկարողանան շեղել այդ թվում կոռուպցիոն հակում ունեցող տարբեր ուժերը եւ հազար ներողություն ես էլ կարող է եւ ընտանիքի անդամներն են պետք է չկարողանան պաշտոնյային շեղել իրենց գեր կենտրոնացած աշխատանքով սկսած նրանից, որ երեխու կոշիկի հարցը, ուսման վարձի հարցը, չգիտեմ, դպրոց գնալու եւ հետ գալու հարցը, ել չեմ ասում տուն գալիս հաց կբերես եւ այլն։ Հայտնի ժանրերը եւ այլն եւ այդպես շարունակ։ Իհարկե թող ինձ ներեն բոլոր նրանք, որոնց համար հաճելի չի այս երևույթին լսել, բայց ցավոք սրտի նա դեռևս վարչապետ է։ Ինչ է խոսում։ 1 դրամ աշխատավարձից սկսած հերթական մանիպուլյացիան է իրականացնում, քեզ ոչ ոք չի ասել դու 1 դրամ աշխատավարձ ստացիր։ Ստացիր 1 միլիոն դրամ, լավ։ Նախարարները 9 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում։ Դու խոսում ես 1 դրամ աշխատավարձից։ Քո նախարարներն են 9 միլիոն ստանում։ Ասում ես կոստյումը ո՞նց պետք է առնեմ, եթե աշխատավարձ չստանամ։ Կոստյումը, եթե դու ստանաս 1 միլիոն դրամ, ես քեզ վստահեցնում եմ դու կառնես։ Ուրիշ բան, եթե դու ու կինդ ուզում եք մի քանի $1000 կոստյումներ հագնել, բնականաբար չես կարող առնես, բայց քանի որ քո երկրում սոված երեխաներ կան, աղքատությունը մինչև 30% հասնում, ծայրահեղ աղքատ ապրող մարդիկ կան, դու եթե սրտացավ ղեկավար լինես, բնականաբար դու չես հագնի մի քանի $100,000 կոստյում, կհագնես սովորական կոստյում։ Հաջորդը որտեղ է մանիպուլացնում։ Ինչ է ասում։ Ասում է դե լուրջ մասնագետ պիտի լինի, որ կենտրոնանա իր աշխատանքի վրա, որ չշեղվի այդ գումարի պատճառով։ Եվ այլն, կարան այդ գործը անի։ Բա լավ, այդ քո մասնագետների մասին մտածում ես, որ այտենց մասնագետ լինի։ Իհարկե նախ չես բացատրում, որ դու այդքան աշխատավարձ ես տվել։ Ինչ կանոնով ես դու այդ քո լուրջ մասնագետներին ընտրել, որ համակարգով ես դու այդ ամենախելացիներին ընտրել, ամենաթանկ մասնագետներին ընտրել։ Բնականաբար չկա այդպիսի որևիցե մեխանիզմ ձեր կողմից գործադրված, էլի ծանոթով, էլի բարեկամով, էլի մտերիմով, քո իսկ նախարարները արա տառերը չեն տառասխալ են թույլ տալիս։ Քո առողջապահության նախարարը բազմաթիվ գրառումներ արել, որտեղ տառասխալներ է թույլ տվել։ Դու խոսում ես, որ այդ անձնավորությունը ֆանտաստիկ գրագետ անձնավորություն է եւ դրա համար դու իրեն 9 միլիոն, 7 միլիոն, չգիտեմ ինչքան ես տալիս։ Դու այդքան մտածում ես քո քամակը պահողների
մասին, բայց լավ, ես այդ նույն հարցը բարձրացնում եմ զինվորականի մասին, որը բոլորի անվտանգությունն է ապահովում, բայց զինվորականը պոստ է գնում, բայց երբ որ իր երեխեն տանը սոված է, հաց չունի, ինքը վարկերի տակ է, ինքը պարտքերի տակ է, ինքը այդ պոստում արդեն մարդունակ չի, նա ամբողջ օրը մտքերով տունն է, եւ դա արդեն պրոբլեմ է։ Բայց ինչի՞ չես մտածում այդ նույնը զինվորականի համար, թե քեզ էլ պետք չի։ Բա նույն բժիշկը վիրահատություն է անում, այդ բժիշկին 200,000 ես տալիս, 300,000 ես տալիս, չես ասում, բա որ այդ վիրահատություն, այդ պրոբլեմները մարդուն ենքան են խեղդե չկարանա այդ վիրահատություն անի, մարդկային կյանք չկարանա փրկի, մարդ սպանվի դրա պատճառով, բա դրա մասին ինչի՞ չես մտածում։ Նույն ուսուցիչը, եւ որ այդ ուսուցիչը պարտքերի տակ է, եւ որ այդ ուսուցիչը իր աշխատավարձով ծերը ծերին չի կարողանում հասցնել, նա ամբողջ դասի ընթացքում կարա մտածի իր պրոբլեմների մասին եւ գիտելիք չտրամադրի այդ աշակերտներին այնպես ինչպես որ պետք էր, եւ այդ աշակերտը անգրագետ մեծանա, բա սա պրոբլեմ չի, թե մենակ ձեզ այդ վերաբերական, մենակ դուք այդ պրոբլեմներն ունեք, բա այն մարդիկ, որոնց արա ձեր թոշակառուի 14 տարվա թոշակը ձեր մի անգամվա պարգևավճարի չափ է կազմում, սա է կոչվում սոցիալական անարդարություն։ Դուք ձեզ նվիրյալներ էիք հռչակել, ասում էիք, մենք ժողովրդի պես մեկնենք, մենք ժողովրդի պես ապրող ենք, հիմա էլ կանգնել եք ասում եք չէ։ Կամ որ մասնագետին ես այդ փողը տվե, որ մենք այդ խնդիրը բարձրացրել ենք, այդ ով է եկե գիտության ոլորտում ինչ-որ հայտնագործություն արել, դու թեկուզ $1 միլիոն ես տվե, մենք ասել ենք չէ։ Մենք ասում ենք, արա, քո կողքի անգրագետ նախարարները եւ դու անգրագետներով, դուք արժանի չեք այդ գումարին, արա, դուք ոչ մի լավ բան չեք անում։ Դուք հիմա մանիպուլյացիաներով եք զբաղվում, քո բոլոր նախարարները անգրագետ են։ Դուք ձեր մասին եք առաջինը մտածում, բայց ձեզ հրճակել էիք ժողովրդի մասին մտածողներ։ Տատիկ պապիկների նիսյաներից էիր խոսում խանութի, այդ նախարարների 9 միլիոն տալու տեղը, ամեն մեկին տայր 1 միլիոն, գոնե 1 միլիոն, են մնացած 8 միլիոնը, տանեիր քո ասած տատիկ պապիկների, ամեն գյուղ մտի խանութներ, մարդու համար 20,000 դրամ, 30,000 դրամ, 40,000 դրամ պարտքը, դա ինչքան մեծ գումար է։ Այդ մարդը չի կարում այդ պարտքը փակի։ Դու այդ 8 միլիոնով քանի աշխատավոր քրտինք թափող մարդկանց կարայիր օգնեիր։ Բա տեսնում եք, ոտներն էլ այդ գետնից կտրվել է, որովհետև կերել եք կամ ուտողը, կոռուպցիա ուզողը 7 միլիոն էլ տաս ինքը իրան անելու է, 10 միլիոն էլ տաս, են ով որ էությամբ հոգով սոված եղավ քոպես, արա իրան ես ամբողջ երկիրն էլ 10 չի կշտանալու, ոնց որ դուք չեք կշտանա, ձեզ 10 միլիոն, 100 միլիոն էլ ամսեկան տան, դուք չեք կշտան, արա, ոչ թե այդ խնդիրը այդ փողի մեջ է, այդ ձեր էության մեջ է, որտեղ դուք այդ փողի գինը չգիտեք, դուք չգիտեք այդ փողի արժեքը, դուք չգիտեք այդ փողը ուրիշը ոնց է աշխատում, դուք կյանքում չեք աշխատել, այդ դրա համար չգիտեք, չեք քրտնել, քրտինքով գումար չեք աշխատել, դրա համար այսօր ձեզ հենց 9 միլիոն տալիս եք ու ասում եք դե գործ ենք անում պտի տանք, իսկ այն ուսուցիչը, այն բժիշկը, այն զինվորականը, որ տառապում է այսօր ցրտին պոստապահում, այդ մարդն է գործ անում, քրտինքով փող աշխատում, որին տալիս ես արա քո նախարարի, չգիտեմ, քանի 100-րդ չափի գումարը, նրան տալիս եք 200,000, 300,000, ձեզ տալիս եք 9 միլիոն, սա է ձեր արտարությունը, ուրեմն թքեմ ձեր վրա էլ, ձեր արտարության վրա էլ, դուք պտի քվե չստանաք, ես ժողովրդին ասում եմ, նույն պետական համակարգի աշխատող ժողովրդին ես ասում եմ, տեսեք ինչ են անում, իրանց նեղ կռուգին ինչ են կերակրում, իսկ են իրապես պետություն պահող մարդկանց, որոնց ուսերին, որ ես պետությունը այսօր դրված է, քաղաքական խրտվիլակները օգտագործում են,
Իրենց միլիոններ են տալիս։ Այդ ով որոշեց, որ ամենակարևորը քաղաքական կապիկներ ձեր աշխատավարձի բարձր լինելն է։ Ամենակարևորը ես ասում եմ, որ ոլորտի մարդկանց աշխատավարձը բարձր լինելն է։ Բժիշկներ, ուսուցիչներ, զինվորականներ, սա է պետության հենասյուները, արա։ Չէ, բա ձեր գործի անունն ինչ արա։ Ոչ մի քաղաքական օգուտ չեք բերում ես երկին, կապիկի պես անկապես կամերաներ առաջ հաչում եք, այն մարդիկ քրտիկ են թափում, արյուն են թափում, այ ոչխարներ։